Թրջան դատարան նաև հարգելի հանրություն։ Բոլորս ականատես ենք լինում քաղաքական հետապնդման ծայրաստիճան բնույթի, ծայրաստիճան մի հանգամանքի։ Հարգելի դատախազը իրավաբան է, իր տեղեկություններով բավականին լավ իրավաբան, եւ նա գիտի, որ փոխված խափանման միջոցը կամ իրարված այլընտրանքային խափանման միջոցը ավելի ծանրով, կալանքով փոխարինելու համար պիտի որևէ նոր հանգամանք լիներ, որևէ նոր հանգամանք ներկայացվեր։ Մինչդեռ մենք ունենք վերաքննիչ դատարանի դատական ակտ ուժի մեջ մտած, որովհետեւ որ գնահատելով նաեւ դատախազի վերած բոլոր քանդումները, դրանք հերքել էր եւ փոխել էր խափանման միջոցը։ Հիմա տեսեք, բառերը օգտագործվում, ասում են, որ դատախազը ասում է, որ նյութերով հաստատվում են ռիսկերը եւ որպես այդպիսի հաստատող հանգամանք ասում է դեռևս գտնվում են նախնական դատարանություններում։ Այդ նյութերով ո՞նց հաստատվեց այդ ռիսկը։ Կամ չեն հարցաքննվել վկաները։ Այդ բառակապակցությունների օգտագործման նպատակը ցույց տալն է, թե ինչ-որ sense հիմնավոր մի բան բերվեց։ Նյութերով հաստատվում են ռիսկերը։ Նյութերով որևէ չի հաստատվում։ Հաստատի հաստատվել է դատախազի սպանդման ամբողջությամբ հակառակը։ Արշակ Սրբազանը տևական ժամանակը ազատության մեջ է։ Չի եղել մեկ դեպք, մեկ արձանագրում, մեկ իրական դեպք, որ Արշակ Սրբազանը որևէ եղանակով կխոչընդոտեր գործի քննությանը։ Չկա նման բան։ Այսինքն փորձով ընթացքում հաստատվել է, որ դատախազը սխալ է, դատարանը վերաքննիչ այդքանով, ինչքանով որ չի համարել ռիսկերը գոյություն ունեցող կամ այն աստիճան, ինչպես որ դատախազը ներկայացնում, այդքանով դատարանը ճիշտ էր, դատախազը սխալ։ Ընդ որում դա մենք այս առաջին օրից ենք պնդվել, որ նման բան չկա։ 2018 թվականին նախաձեռնված կամ հարուցված են ժամանակ իրական գործը քննվելը, մարդիկ են հարցաքննվել, ասել են բաներ, 2018 թվականից մինչև 2025 թվականը որևէ անգամ չի եղել որևէ հաստատում, արձանագրում կամ անգամ այդպիսի փաստական տվյալ, որ Արշակ Սրբազանը կարող է որևէ եղանակով խոչընդոտել այդ ամբողջ գործի քննությանը, որևէ վկայի տեսնել, որևէ բան խոսել։ Այդ վկաները 2025 թվականին եկել են, կրկնել են իրենց 18 թվականի ասածները, որ մենք ենթադրում ենք, չգիտենք ասում, չենք կարող հաստատ ասել։ Մեր կարծիքով դա եղել են ոստիկանները եւ հոգեվորականները, այդ այս մարդկանց ասածը։ Խոչընդոտելու վկաների վրա ազդելու բան լիներ, 18 թվականից հետո որևէ փաստ ունենայի, որևէ տեղեկություն կստանայի, օպերատիվ տեղեկություն կստանայի, որ Արշակ Սրբազանը փորձ արել որևէ եղանակով խոչընդոտել։ Չլսված բան։ Ասում է, եկեք փոխենք նորից կալանքի, որովհետեւ նյութերով հաստատվել են ինչ որ գործը գտնվում է նախնական փուլում։ Չի ներկայացվել որևէ տվյալ, որը կարող էր օբյեկտիվ դիտորդի մոտ կարծիք ստեղծել, թե Արշակ Սրբազանը իրականում կարող է խոչընդոտել վարորդին։ Հակառակը իրականության մեջ, օբյեկտիվ իրականության մեջ հաստատվել է մեր պնդումը, որ Արշակ Սրբազանը նպատակել չունի որևէ բան խոչընդոտելու, որովհետև ինքը ընդհանրապես առնչություն չունի այն ամեն ինչի հետ, ինչ որ հիմա այստեղ կատարվում է եւ 2018 թվականին կատարվել է։ Պատվարժան դատարան միջնորդում ենք վերացնել վարչական հսկողություն խափանման միջոցը եւ որևէ խափանման միջոց չկիրառել, որովհետեւ ինչպես արդեն նշեցի, 2018 թվականից սկսած այս գործը քննվում է եւ ապացուցվել է, որ որևէ ռիսկ գոյություն չունի, որևէ հիմք գոյություն չունի Արշակ Սրբազանի նկատմամբ որևէ խափանման միջոց կիրառելու համար։ Այսքան։ Պատվարժան դատարան թույլ կտակ։ Պատվարժան դատարան, ես ներողություն եմ խնդրում նշացման համար, նշում եմ ինձ ճշտել, որպեսզի ես կարողանամ իմ պարտականությունները նստել։ Պաշտպան Լուբեն Մերիկյան, Մասնաբանի արտոնագիր 2476